Բարի գալուս Լուիս Քաստ։ Այստեղ խոսում ենք յոգայից, մարմնից, գիտակցվածությունից, ներդաշնակ եւ երջանիկ կյանքից։ Չմոռանաք աջակցել մեզ, արժանորդագրվելով մեր ալիքին եւ հավանության կոճակը սեղմելով։ Ես Սվետլանա Ավակյանն եմ, Լուիս յոգայի հիմնադիրը։ Շնորհակալություն Լուիս յոգա ստուդիաներին այս տարածքը մեզ տրամադրելու համար։ Այսօր իմ հյուրը յոգայի վարպետ, յոգա հորմոնալ պատենտավորված ծրագրի հեղինակ, BRICS առողջության համալսարանի յոգայի եւ այուրվեդայի ամբիոնի վարիչ, Cacao Spirit ընկերության համահիմնադիր Նունե Ռոհասն է։ Ընդհանրապես գեղեցկուհի, իմ ամենասիրելի յոգայի մարզիչ, յոգայի վարպետ, յոգայի մեծն ուսուցիչ Նունե Ռոհասն է։ Այսօր խոսելու ենք կունդալինի յոգայից։ Ես գիտեմ, որ շատ-շատերդ հետաքրքրված եք այս թեմայով եւ այսօր խոսելու ենք անպայման կունդալինի յոգայից, յոգա հորմոնալից եւ ընդհանրապես կակաո ցերեմոնիաներից, որպեսզի տեսնենք, թե ինչպես են նաեւ տարբեր սուբստանցիաներով, ինչպես կարող ենք ազդել մարդու գիտակցվածության վրա, մարդու տրամադրության վրա եւ ընդհանրապես ինչ է այդքան գաղտնի, այդքան ոնց ասենք, բավական մեծ լայն տարածում ունեցող կակաո ցերեմոնիաները իրենցից ինչ են ներկայացնում։ Սկսենք, Նունե, ես կունդալինի յոգան ճանաչել եմ քեզանով։ Մենք շատ դեպքերում հայ ազգի մեր մեծ վարպետներին չենք գնահատում, բայց նույն ռուսական դաշտում շատ հայտնի կունդալինի յոգայի մասնագետներին գուցե ճանաչենք, բազմաթիվ ֆինանսական ներդրումներ կատարենք, տարբեր մասնագետներ բերենք Հայաստան, առանց իմանալ նույնիսկ այս դաշտում իրական վարպետների անուն ազգանունները։ Իմ բախտը բերել է, որ ես կունդալինի յոգային ճանաչել եմ, ծանոթացել եմ այդ գիտությանը քո միջոցով, թերևս 2010 թվականին, չէ 11 թվականին, չէ, կարծեմ, 11 թվականին եւ առաջին անգամ կարծում եմ Հայաստանում առաջին անգամ 5 օրանոց ռիթրիթ էր կազմակերպված, որին բազմաթիվ լավ պրակտիկաներ դու կատարեցիր եւ մեզ ծանոթացրեցիր ընդհանրապես ինչպես մոտենալ մարմնին, կամքի ուժին, շնչառությանը եւ դիսցիպլինային, որտեղ դու իրականում նաեւ այդ 5 օրերի ընթացքում հասցրեցիր մեզ տալ նաեւ դիսցիպլինա եւ իդեպ առաջինն էր, որ այդ օթային վիճակներից յոգայի, հա, այդ որ շատ են խոսում տենց հոգևոր, չգիտեմ, հիմա այս գերբնական հատկանիշները կստանաս, բայց քո միջոցով մենք տեսանք, որ բավական պրակտիկ կարող է լինել եւ գերբնական ուժեր ստանալու կարիք չկա, եթե դու իրականում այդ ուժը գտնես քո մեջ, հա։ Խնդրում եմ ներկայացիր։ Ուրախ եմ եւ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու այսօր եւ խոսալու ամեն ինչի համար, ինչ որ բոլոր թեմաները շատ հետաքրքիր են, հույսով եմ գնդիրներն իդնել։ Կունդալինի յոգայից սկսենք, ասենք ինչ քան ծավալուն է։ Ինչպես մտար կունդալինի յոգայի աշխարհը եւ երբ էր դա։ Ես գիտեմ պատմությունը, բայց եթե ես պատմեմ կլինի մի փոքր ուրիշ ձևով, դե կուզեմ որ ինքդ ներկայացնես, ճիշտ այնպես, ինչպես որ մեզ ներկայացնում էր ժամանակին։ Գիտես, իմ ուսանողության ժամանակներն էր դա Մոսկվայում, եւ այնպես էր ստացվել, որ դե փակ էր այդ վաղտ յոգան, չնայած իմ հայրիկը հենց Երևանում այդ վաղտ ինչ-որ գիրք էր, ու փոճր վաղտանից սովորացնում էր ինձ, որ յոգա կա, այսպեսի գիրք կա, ուզում եմ ասեմ, որ ծանոթ է այդ ամեն ինչին, թեթև իհարկե։ Հետո որ ուսանողական տարիներին արդեն մենք գտնում ենք այդ հայտարարությունը, որ կա կունդալինի յոգայի դասեր, նույնիսկ չգիտեինք կունդալինի յոգա ինչ է, մենք ուղղակի գնացինք իմ ընկերուհու հետ ու այդպես Մարշակ, Յակով Մարշակ, ինքը բավականի հայտնի բժիշկ, իմ բախտը բերել է դասատուներով, բժիշկ, գիտնական, մաթեմատիկոս եւ ինքը հիմա զբաղվում է ուղեղի հետազոտությամբ, ինչպես բուժել կախվածությունները, հա, այդպես, հա։ Ու շատ հետաքրքիր է, երբ որ ինքը այդ ամեն ինչը բերեց Մոսկվա,
մենք գնացինք, գիտես, ճիշտ ասած առաջ անգամ շատ վախենալու էր, որտեվ հայտարարությունը իրան իմանալով գիտեին մարդիկ, որ ինքը բուժում է այդ կախվածությունները ու շատ կախված մարդիկ էին եկել, որ այդ ես ընդհանրապես կապ չունեի, իսկ ասենք դաշտեր այնքան տարբեր է այդ իրոք ու ասենք համ մի քիչ վախենալու էր, որ տեսնում էր ոնց որ քո դաշտի մարդիկ չեն, բայց համ էլ այնքան հետաքրքիր էր պրակտիկան, ինչ որ ինքը տալիս էր, այնքան շուտ էր զգում, որ դու փոխվում ես մի անգամից, ասենք 1.5 ժամից հետո, որ չէի կարում դադարեցնել, ասենք չգալ, նույնիսկ հասկանալով, որ մի քիչ տարօրինակ է, ինձ ամեն ինչը թվում։ Իհարկե անցավ ժամանակ, մի քիչ այդ ամեն ինչը հանդարտվեց, ասենք ով որ իրոք ուզում էր յոգայով զբաղվել, առանձին խմբեր ստեղծեցին, կախվածություններ արդեն այդ վաղտ ինքը արդեն ստեղծեց առաջին բուժարան իրանց համար, իրանք տեղափոխվեցին առանձին տեղ, այնտեղ իրոք այդ ամեն ինչը հաղթահարելու, բայց յոգայով էլի ինչը հետաքրքիր էր, հա։ Ու այդպես ես շարունակեցի յոգա, ասենք առաջի դասից հետո այդ զգալով ուժը փոփոխությունները ես արդեն ոնց չէի կարող դադարեցնել, զբաղվեցի երկար։ Հա, դե բոլոր դեպքերում յոգան կախվածության ամբողջ իմաստը ինչն է, որ կոնկրետ ուղեղի կոնկրետ կենտրոնը անդադ խթանում ենք, որ այդ հորմոներից հաճույքի հորմոնները անդադ արտադրվեն եւ յոգան ինքը նույն այդ խթանիչ էֆեկտը ունի, այսինքն նույնիսկ այդ վարժությունները անդադ կրկնելով եւ մասնավորապես եթե մեր ունկնդիրը կամ ակնդիրը այդքան էլ տեղյակ չէ ինչ է կունդալինի յոգան, գիտեք տարբեր անուններ են տալիս, ուրեմն ես այս ոդկասթը նաև ուզում եմ այս ոդկասթը նաև լինի գիտական հարթակ, որտեղ նորմալ կխոսենք յոգայից, ոչ թե իրականում կներկայացնենք այն, ինչը իրականում կա, հա։ Տեսեք, հաթա յոգայի տարատեսակ, այսինքն ֆիզիկական ակտիվության տարատեսակ է կունդալինի յոգան, որը վերցրել է կոնկրետ պրակտիկաներ, այսինքն սուքշմա վյայամաներ ենք ասում, տաքացնող վարժանքներ, բոլոր հոդերի համար նախատեսված եւ պարբերական կրկնողությունը կարծես այսպես բան ստեղծի, որը քեզ կոնկրետ հենց գիտակցական վիճակի մեջ է գցում, հա, այսինքն այդ կրկնողական շարժումները, որ կատարում ես մեկը մյուսի հետևից, իսկապես քեզ հետաքրքիր տրամադրվածության մեջ է գցում եւ ստիպված, եթե այլ պրակտիկաներում այդքան ուժեղ չես գալիս դեպի կենտրոնդ, այս կունդալինի յոգայի երևի թե նաեւ նպատակներից մեկը այն է, որ միանգամից գտնես այդ կենտրոնը, այսինքն այնքան թե պտույտների միջոցով, թե տարբեր կրկնողական աջ-ձախ պտույտային կամ հետ առաջ վարժանքների միջոցով անդադ գալիս ես դեպի կենտրոնը։ Դա իմ ներքին զգացողությունն է։ Պլյուս նաև դրա հետ մեկտեղ նաև գուցե նաև շնչառությունը, առանց որի կունդալինի յոգան կարծում եմ գոյություն չունի։ Այդպես, այսինքն դրանից կարծում եմ արդեն իսկ կախվածությունից ահագին կարող ես զրկվել, էլի։ Գիտես ինչպես, իհարկե ճիշտ ես դրանից, բայց երբ որ չափանիշներ են վերցրել, ասենք մինչև յոգա եւ յոգայից հետո, ասենք 0.3 մոլ ալկոհոլը ավելացել է էնդոգեն։ Հա, էնդոգեն ալկոհոլը, ասենք այդ նշանակում է, որ ասենք եթե մարդը կախվածություն ունի էկզո ալկոհոլից, հա, ինքը պարապմունքներից հետո իր քանի որ էնդոգենը արտադրվում, ալկոհոլը իր մոտ է կախվածությունը, ցանկությունը իջնում է։ Հա։ Հենց որ այդ ամեն ինչը ներսն է կատարվում, այդ հետաքրքիր է այդ ոնց որ ներքին քո ֆաբրիկա, հա, քիմիական լաբորատորիան ասենք, հա, ըհը, որտեղ դու կարաս ամեն ինչ ինքդ ոնց որ կառուցողական լինես, հետևողական, այդ ամեն ինչի մեջ եւ մարմինը կարա այդ ամեն ինչ արտադրի ներսը։ Շատ լավ է, եւ կարծում եմ իսկապես հաջողակ ես, որ գիտնական ուսուցիչ ես ունեցել, նաեւ այսինքն որը այդ երկու աշխարհները փորձել է միավորել, եւ այն աշխարհը եւ այս աշխարհը, բայց մենք հասկացանք, որ որոշ ժամանակ անց դու ինքդ քո մեթոդն ես ստեղծում, դրա մասին եւս կներկայացնես, ինչ է իրենց ներկայացնում յոգա հորմոնալը։ Հորմոնալ յոգա, ես գիտես երկար տարիներ զբաղվել եմ կունդալինիով եւ դրա հետ միասին այդպես ստացվել էր, կա Մոսկվայում այդպեսի կենտրոն փսիխոէնդոկրինոլոգիայի։
Այնտեղ էլի շատ հետաքրքիր էր, ես գնում էի ինքը սովորացնող Ահա, ուսանողական ուսուցանող, կենտրոն չի, ահա, ասենք ինքը պրակտիկ է, հա, բուժող, չէ, բուժվելու համար, հա, հա, ասենք կլինիկա է ահա, այդպես։ կլինիկա, Բայց ես տարիներ շարունակ գնում էի չունենալով ոչ մի խնդիր, ուղղակի այնքան հետաքրքիր էր այդ բժշկու հետ, ում հետ աշխատում էինք անհատական։ Ինքը էլի համ բժիշկ էր, համ յոգ էր, համ բժիշկա, համ յոգա, համ էլ ունի շատ նուրբ տեսողություն, այնպես չէ, որ ասենք սովորական իրան հրավիրել են շատ նենց տեղեր, որտեղ հրավիրում են այդպիսի ունակ մարդկանց։ Ինձ որ իր այդ շատ հետաքրքիր էր պարապել, մենք զբաղվում ենք իրան ներքին ոնց որ լանդշաֆտներ հետազոտելով, պատկերացումով կա այդպիսի տեխնիկա սիմվոլ դրամա է կոչվում։ Դրանով ենք զբաղվում, էլի գիտես շատ հետաքրքիր է, որտեղ այդ ներքին ոնց որ կերպարները փոխելով, տեսնում եմ ոնց է դուրսը փոխվում ամեն ինչ։ Ասենք ինչ որ հանգամանքներ կային, որ փոխվում են, սցենարներն էին փոխվում, ինչ որ իմ մոտ նենց տպավորություն էր, ոնց որ գիտես, այդ որ Կաստանեդան պատմում է իր գրքերի մեջ, ոնց որ իմ հետ այդ ամենը Մոսկվայում էր կատարում, յոգայի հետ ու այդ պարապմունքների հետ, պսիխոէնդոկրինոլոգիա։ Այդ կենտրոնն էլ է շատ հետաքրքիր, որտեղ էլի ստեղծել է կենտրոնը տենց պսիխիատր կար, ինքը արդեն չկա ցավոք, Բելկինը, որը հրավիրում էր միշտ շատ հետաքրքիր մարդկանց, էլի տենց նուրբ արվեստի մարդկանց, բուժելով էնդոկրին համակարգի խնդիրները։ Ու այդ վաղտ էր հայտնաբերվել, որ ասենք միան դեղերը չեն բուժում, որտեղ էնդոկրին համակարգը, ասենք ամենանուրբն է, ամենաառաջինն է, ամենազգայունն է, էներգետիկ, եւ դրա համար իրանք հետազոտում էին, նես չի իրանք ուզում են ուղակի փորձեին աշխատում է թե չէ, նրանք ունեին հնարավորություններ, հետազոտում էին դեղերը են տալի եւ այլը։ Մի քանի շատ հետաքրքիր տենց արդյունքներ կային, ծավալուն էլի ուղղակի հիմա երևի չկարողանամ, որտեղ իրանք բավականին ծավալուն հետ, բայց շատ հետաքրքիր ոնց էին իրանք այդ պացիենտների վրա փորձում այդ ամեն ինչ, այդ դեղերի հետ միասին առանց դեղեր եւ տեսնում էին արդյունքը։ Այդպես ստացվեց, ես էլի տարիներ շարունակ այդ կենտրոնում էի, ոնց որ անհատական դասեր էի վերցնում, հետաքրքիր էր շատ։ Եվ գիտես, ասենք ես երբևիցե այդ չէի միացնի, ես չեմ միացրել կունդալինի յոգան, ինչ որ բանի հետ, մի անգամից եմ ասում, ես այդպեսի բան չեմ արել, ես իմ փորձը ստացել եմ կունդալինի յոգայում, ես դուրս եմ եկել համակարգից դուրս եմ եկել, բավականին ժամանակ չէի պարապում կունդալինի յոգայով, ուղղակի անում էի խաթխա յոգա, որպեսզի իմ համար դա ինչ որ պահես քո պրակտիկան։ Հա, այնքան որ մարմինը պարապի, բայց չունենամ այդ հասկանում ես։ Հա, այդ ընդհանուր այդ էգրեգորին կպած վիճակը։ Նո համ էգրեգորին երևի, համ էլ այդ էներգետիկ ինչ որ հոսքերը, որը ասենք ուզում ես մարմինդ հանդարտ լինի, ուղեղդ հանդարտ, եւ դու հասկանաս ինչ է կատարում, որտեղ երբևիցե չես կարող, ասենք, այդ ամեն ինչը հետևողական լինես, հա, այդ ամեն ինչը քո պրակտիկան հետո ինչ է կատարվում, ավելի հանդարտ, ավելի լավ, ավելի մեղ, ես պաուզա վերցրեցի, որպեսզի ինչ որ ժամանակ դադարեմ կունդալինի յոգան, եւ հետո խնդիր է ստեղծում իմ մոտ, ոնց որ գիտես, միշտ խնդիր է ստեղծում, որ դու լուծես, հա։ Ու այդպես լուծելու համար մոտ այդպես ստացվեց, ինձ խորհուրդ տվեցին, ես այդ վաղտ մեկնել էի մի քանի օրով Գերմանիա, այնտեղ շատ այնց կենտրոններ կան, որ կարանք ալտերնատիվ ինչ-որ բաներ, բուժումներ խորհուրդ տան, ու այդ բժշկուին ում ես հանդիպեցի ու պատմեցի, ասենք, ինչումներ խնդիր ասեց, բայց դու յոգայով ես զբաղվում ես քան վաղ, ուղղակի նենց արա, որ այդ կենտրոնները գեղձերը ակտիվացնես, ոչ թե ընդհանուր ինչ-որ սենց բաներ տաս, ու իմ համար այդ ինչ-որ էվրիկայի բաներ, ես որ եկա վերադարձատուն սկսեցի պարապել, նայել, տեսնալ, ու հասկացա, որ այդ ամեն ինչը միացնելու համար էր, ասենք, ես որտեղ չէի հասկանում, ասենք, առողջ լինելով, զգում էի ամեն անգամ, երբ որ դու շեմին անցնում ես, ասում եմ,
գործում եմ կենտրոնում պսիխոէնդոկրինոլոգիայով խնդիր չունեմ, բայց ինձ անչափ հետաքրքիր է այդ հետազոտականը, հա, ու այդպես հասկացա ուղղակի երևի այս ամեն ինչը տրված էր, որ այսպես միանա իրար հետ եւ այդպես էր, երբ որ սկսեցի արդեն միացնել գիտակցաբար իմ մոտ այդ փոփոխությունը եղավ, հետո այդ վաղ խումբ ունեի, սկսեցի այդ կանանց հետ պարապել, իրանց մոտ եղավ փոփոխություններ, ինչ որ խնդիրներ իրական անցան, վերեցին հետո անալիզներ, ուժիներ, հետո հերթով եկան էլի, հետո ժուրնալիստները իմացան ոնց է լինում միշտ հրավիրեցին եւ այլը, հետո հրավիրեցին ամենավերջում Ռուսաստանում Մոսկվայում կա այդպիսի համալսարան, Ունիվերսիտետ Дружбы народов Ռուդեն, հայտնի Ռուդենը եւ այնտեղ կա կաֆեդրա արևելյան բժշկության եւ այնտեղ հիմա յոգա եմ ես դասավանդում ինստրուկտորների համար, դասատուների համար, հենց յոգայի դասատուների համար, հա, ու հենց յոգա հորմոնալն ես դասավանդում, հա։ Շատ հետաքրքիր է, ես ինքս կատարել եմ եւ կունդալինին, եւ յոգա հորմոնալը, եւ դրանք շատ տարբեր ծրագրեր են, շատ տարբեր են, եւ կարծում եմ նպատակն էլ է տարբեր իրականում։ Իհարկե։ Շատ տարբեր է նպատակը, տեխնիկապես շատ ավելի հասանելի է յոգա հորմոնալը, կունդալինի յոգան իր սահմանափակումները ամենայն հավանականությամբ նաև ունի, քանի որ բավական բարդ տեխնիկաներ կան, որ սկսնակների համար գուցե այդքան էլ հասանելի չեն, եւ որոշակի դեպքում, եթե մարմինը, միտքը, շնչառությունը դեռ պատրաստ չեն, այդ տեխնիկաները ծանր տեխնիկաներ են, հա։ Ես ինքս անձամբ դա զգացել եմ, այսինքն եթե ինչ-որ չափով իմ մարմինը գուցե պատրաստ էր, նաև պսիխիկայով, հա, պատրաստ էի բաց լինել, որովհետև քեզ կարա թռցնի նորից։ Քեզ թվա թե դու ինչ-որ միտեղ ես հասել, բայց իրական ոչինչ բան էլ չես հասել, հա։ Ընդհանրապես յոգան մի հատ տենց մեծ թերություն ունի, կարծում եմ դա այն է, որ որոշակի ժամանակ անց, քանի որ հենարան չունես, երկարատև ուսուցիչը տանթատ կողքը չի, որ միացես գլխիդ տաս, մի հատ հանգստացի, էգոն շատ միանգամից բարձրանում է, այսինքն քեզ թվում է թե դու աշխարհի վերջն ես, հա, այսինքն աշխարհի կենտրոնն ես եւ աշխարհը քո շուրջը պտտվում է, մինչդեռ շուրջդ նմանատիպ բազմաթիվ այլ մարդիկ կան։ Այ որոշակի տեխնիկաներ կան, որոնք ինչ որ բաներ միանշանակ քեզ ուժեղացնում են։ Այսինքն ավելորդ ռեսուրս են տալիս ու քեզ թվում է թե դու հեսա էս էլ կհաղթարես, էս էլ կհաղթարես, էս էլ կհաղթարես, սա էլ կանցնես, ու այդպես այ հիմա դու այնքան հզոր ես, այնքանով տարբեր ես ուրիշներից, առանց դրանել ամեն ինչով փորձում ենք տարբեր լինել ուրիշներից, մի հատ էլ էլեմենտ ավելանում, որ այս սրանով էլ ես տարբեր, որովհետև դու, չգիտեմ, լուսավորվել ես կամ այս ինսայթն է եկել քո մոտ, էլի, դրա մասին է խոսենք, նաև ինչքանով է այ հենց կունդալինի յոգան դրանով հարուստ։ Մերսի, շնորհակալ եմ Սետա ջան, շատ լավ հարց։ Ասենք ինչ որ փորձ ունենալով արդեն կարամ ասեմ, որ եթե որոշում են զբաղվել կունդալինիով, ուրեմն հասկացեք, որ կունդալինին բարձրացնում է եւ պետք է ունենալ հիմք, էներգիա, որը որ կբարձրանա, կմես ներքևը։ Եթե ոչ մի բան չկա, մարդը իրան անորոշ ազգում, կյանքում, չունի հենարան, չունի, ասենք ամրապնդված չի, հա, ասեմ, օթերում է երևի այդպես ասած, հա, ինչ որ բաներ կա, որ ցուցանիշներ են, որ մարդը, ասենք, առաջի իր չակրաները, այսպես ասած, ոնց որ անջատված լինեն, հա, հողից եւ այլն։ Ասենք ավելի շատ գլխում է, ինքը լինում միշտ։ Այդ դեպքում ես տեսել եմ ուղղակի կիսում եմ, որ եթե կունդալինի յոգայով զբաղվել ու անդադ բարձրացնել այն ինչ որ չկա վերև, հասկանում եք, այնտեղ կա 3 կանալ, հասկանում եք, Սուշումնան, Իդա Պինգալան։ Նախ եւ առաջ այդ ամեն ինչը ոչ միայն, բարձր դա էներգետիկ կանալներ են եւ ֆիզիկական մարմնի, հա, ֆիզիկական մարմնի եւ մեր հոգեկան, այո, հոգեկան psychic երևույթներ, այսինքն հոգեկան երևույթների հետ նաև, այսինքն մեր էմոցիաների, մտքերը, այո, ինտելեկտը նաև, այո։ Եթե ինչ որ ախտորը, ահա,
Եթե ինչ որ էմոցիոնալ որևիցե խնդիր կա, դա կարտապատկերվի, այո։ Եթե փակեն այդ կանալները, համ իդան, համ պինգոան, ասենք, ես կարամ ասեմ, իմաստը ինչն է, որ ինքը շշումնայով բարձրանա, կենտրոնական կանալով, որպեսզի կանալով, բացատրենք ինչա իդան, ինչա պինգալան արևային էներգիան է, կամ այն ակտիվությունը, եւ շատ կարճ մարդկային լեզվով բացատրած, մեր բուն հենց ողնաշարով, եթե ողնուղեղին նայենք, ապա մեր ողնաշարից նաև զույգ նյարդային գծեր են դուրս գալիս, որոնք ուղիղ կապ ունեն մեր վեգետատիվ նյարդային համակարգի հետ։ Եվ վեգետատիվ նյարդային համակարգը իրենից ներկայացնում է սիմպաթիկ եւ պարասիմպաթիկ ճյուղերը։ Հիմա այդ սիմպաթիկը, որը արևային է, ասում ենք պինգալա նադի, եւ դրա հետ կապված բոլոր հոգեկան երևույթները կապված են հենց այս գծի հետ, եւ կա իդա գիծը, որը կապ ունի պարասիմպաթիկ նյարդային համակարգի հետ, վեգետատիվ նյարդային համակարգի հետ եւ ասում ենք նաեւ լուսնային կամ մինուս կամ կանացի, այսինքն ավելի հանգիստ, ավելի մեղմ էներգիաներ են եւ այս երկուսը շատ կարեւոր է որ լինեն հավասարակշռության մեջ։ Մարդիկ կամ տենդենս ունեն դեպի մի կողմը գնալու կամ տենդենս ունեն մյուս կողմը գնալու։ Կունդալինի յոգայի նպատակը այն է, որ այս երկու էներգիաները ի վերջո եւ մենք կուտակված մեծ էներգիայի պաշար ունենք մեր պոչուկի ծայրին, որ կարողանանք այդ էներգիան ի վերջո բարձրացնել եւ մեր էմոցիոնալ, մտավոր ու նաեւ հուզական բոլոր վիճակները հավասարակշռել ու ի վերջո նաեւ կապ հաստատենք մեր գեր կարևոր համակարգի հետ, որին ասում ենք նաեւ ուղեղի կեղև կամ ամենաբարձրագույն կետը մեր, հա, այսինքն ամենաստորին կետը ամենավերին կետի հետ կապ հաստատենք, մարդկային լեզվով բացատրած, հա, իհարկե, եւ շատ-շատերը հենց այս ամբողջ էս ֆիզիկայի մեջ, հա, ոնց որ ֆիզիոլոգիայի մեջ բազմաթիվ տարբեր բաներ են ասում, որտեղ ուղեղը շատ է մարդու մեջ, չէ, ինտելեկտը մի դեպքում կարա գործիք հանդիսանա, որ դու հաղթահարես սահմանափակումները ինտելեկտից ստեղծված եւ հակառակը այն մյուս կողմում դու դառնաս իր գերին, գիտելիքի գերին։ Ասում են գյանամ բանդանամ, այսինքն գյանը նշանակում է գիտելիք, բանդանամ կաղապար, հա, այսինքն կամ բան, շղթա, այսինքն կարա գիտելիքը նաեւ, այո, հա, բանդ, այո, կարա նաեւ գիտելիքը շղթայել ձեզ, եթե դուք չհաղթահարեք հենց ինտելեկտի միջոցով, հենց չհաղթահարեք այդ կապանքները եւ դուրս գաք ինտելեկտի ստեղծած կապանքներից։ Ցավոք այսօր մենք շատ ենք նկատում դա եւ ուժեղ է այն, որ իր գաղափարը ինտելեկտը կարողանում է բոլորին ոնց ասեմ, հրամցնել, հա, իր տակը վերցնել ավելի մեծ թվով մարդկանց։ Եվ հենց այստեղ էլ գալիս ենք հենց այդ հակասությունների հետ։ Ուզում էի նախ ասեի մի քիչ կունդալինի բարձրացման մասին, որտեղ գրված է, որ դա ինչ որ բարդ, ահավոր, անհասանելի, այս կյանքում 1000 տարիներ է պետք եւ այլ, դա այդպես չի։ Եթե պատրաստ է մարմինը եւ իսկականից հոգեկանը եւ դու անկեղծ ու բաց ես ու չես սպասում դրան, ինքը ստացվում է այդպես չի որ շատ մարդիկ որտեղ կարելի է ասենք ոնց որ իրան միշտ տեսնաս, երբ որ մեծ են հավաքում ծավալվող կունդալինի յոգեր, կարելի է իմանալ ու մոտ բարձր է ումը, չէ։ Եվ հետաքրքիր բարձրացել է ումը, չէ։ Հետաքրքիր է ում որ բարձրացել է, ում մոտ որ բարձրացել է, դա ոնց որ շղթա լինի, ինքը կարա իր աշակերտին եւս բացել։ Եվս բարձրացնի, եւ եթե իր մոտ չի բարձրացնի, ուզում է արդեն այդ դեպքում ուզում է 100 տարի գնացեք, ցավոք էլի կներեք, այսպես, բայց դա իմ փորձն է, կարող է այդպես չի, իմ փորձը ցույց է տալիս, էլի որ կարակ անցած պարապել ու նո ոչ ման չհասնես, որովհետև իրական շատ բարդ է հաղթահարել կենթանական մեր բոլոր process-ները եւ անցնել իրական գաղափարային վիճակներին, հա։ Ուզում եմ գիտես ինչ ասեմ, որ ֆիզիկական վարժությունները յոգան ինքը ունի մի քանի աստիճան միջև պարապել եւ մարմինը միացնել կա յամա, կա նիյամա, այո, ասանա պրանայամա, այո, հետո ասենք վարժություններ, դրա որ վարժությունները, որտեղ եթե կա ինչ որ ախտորոշիչ մտքեր, այո,
եթե կա ինչ որ բացասական ախտոտված ներողություն, ախտոտված մտքեր, եթե կա ինչ որ ագահություն, հա, այդ ամեն ինչը երբ որ հաղթարված չի, սուտասանություն, այո, այդ ամեն ինչը ոնց որ դու վարժությունով ավելի ուժեղացնում ես, դրան ոնց որ ավելի շատ նյութ ես տալի, որ ինքա չի։ Ու եթե դա տարիների ընթացքում տեսնես, դու այդ ուղղակի տեսնում ես, ոչ թե գիրք ես կարդում ու հավատում ես, ուղղակի տեսնում ես, այդպես է աշխատում։ Դրա համար միջև վարժություն նամանավանդ կունդալինի յոգա, եթե այստեղ դա հետաքրքրում է, չգիտեմ, Հայաստանում, հա, հիմա։ Եթե հա, ինչպես միշտ, հա, հիմա ցավոք 2022-ից հետո, երբ մեծ ալիք եղավ, ռուսական ալիք եղավ, Ռուսաստանից ոչ միայն փախնում էին պատերազմին չմասնակցելու համար, այլ նաև գալիս էին այստեղ մեծ բանակ նաև տարբեր հոգևոր պրակտիկաներ կատարելու համար, ես սարսափ էի ապրում այդ որպես այդ ամեն ինչը, ասեղների վրա կանգնեցնելու համար եւ այլն, ու կարծում էին, որ հեսա ասեղների վրա կանգնելու եք եւ դառնալու եք լուսավորված միակ։ Հայերը արդեն 1000 տարի ասեղների վրա են ապրում, ոչ թե կանգնում։ Միանշանակ եւ այդ տեսանկյունից հետաքրքիր բաներ եղավ, այսինքն նաեւ դաշտը ցավոք բավական բարդ է դաշտը պահել այնպեսին, որ մաքուր գիտելիքը գա հասնի, բայց մաքուր գիտելիքի համար էլ իրականում եթե աշակերտը լինի, անպայման ուսուցիչը կհայտնվի եւ կարծում եմ ամեն ինչը լավ է, իր հունով ընթանում է, որը որ բարին է, դա էլ կլինի։ Բոլոր դեպքերում քեզ հետ բավական համամիտ եմ, որովհետև այ կունդալինի յոգայում դա չէր խոսում, դրա մասին քիչ էր խոսում, յամանիամաների մասին։ Կունդալինի յոգայի community-ում ընդհանրապես չի խոսվում յամանիամաների մասին։ Հիմնականում միանգամից քեզ տանում են կրիա պրակտիկաներին առանց բարոյական այդ հատկանիշների, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա։ Պետք է հաշվի առնենք, որ այսօրվա ժամանակակից յոգան ինքը տրադիցիոն յոգայի շարունակողն է, աղավաղված, մոդիֆիկացված գուցե եւ այլն, բայց ի սկզբանե այս յոգան, տրադիցիոն յոգան տրվել է հստակ ինստրուկցիայով, Պատանջալիի կողմից, ասել է, որ դու պետք է հետևես յամաներին, նիամաներին ու ավելին հերթականությամբ։ Այսինքն ի սկզբանե սկսում ես Ահիմսայից, հետո գալիս է Սատյան, հետո Սանտոշան, հետո Բրահմաչարյան, հետո Ապարիգրան, հետո նիամաները, հա, այսինքն այդ բոլոր քայլերը պետք է անես, այդ 10 քայլերը կարևոր է անել ու հստակ պետք է գոնե հետևես, որ եթե հետևեցիր այդ քայլին, միանշանակ դու նաև կհասնես այ հերթականությամբ կհասնես այն մյուս աստիճանին։ Մարշրուտիզատոր ունես, շարժես այդտեղ, նավիգատոր ունես։ Եթե որոշեցիր անկեղծ խոսել, առանց անկեղծության արի ասենք, որ յոգա գոյություն չունի։ Կապ չունի, թե դու գլխի վրա ես կանգնում, ձեռքերի վրա ես կանգնում, քանի րոպե կարող ես ասեղների վրա կանգնել։ Եթե պարզ բաներ կան, եթե չկա քո մեջ, դա չի կարող փոխանցվել նաև բանի տեսքով։ Վերջերս որ շատ Ռուսաստանում եմ իհարկե տալի դաս եւ ուրիշ երկրներ էլ, բայց երբ որ սկսում եմ բացատրել, ասենք ինչա նշանակում յոգա կամ ինչա նշանակում ասանա, այդտեղ մեր հայերենն է ինձ օգնում, որտեղ ինչա նշանակում մեր հին տեքստերում գրած է յոգի, ինստենց է գրած է հոգին, չէ՞։ Հոգին գրած է յոգի, իսկ ասանա աս, այդ էներգա ինֆորմացիոն դաշտը անել, կամ ասանել, կամ սովորել, խոսալ, ու այստեղ որտեղ հին խոսքերը միշտ 3 արմատ ունեն ոնց որ 3 արմատից կարելի է 3 կողմից ոնց որ բացահայտել, հենց որ եթե այդ վիճակում ես ըստ իս յոգա անում, ոնց որ էներգա ինֆորմացիոն դաշտը դու տարածաչափության մեջ, այդ գեոմետրիայի մեջ կարողանում ես պահել, որտեղ մեր մարմինն է ինչա լույս, եւ մենք ուղղակի ինչ որ եւ մեր մարմինը տաճար է, չէ՞։ Եվ մենք ընդունում ենք հոգու համար տաճար է։ Գեոմետրիկ բաները, ֆորմաները։ Գիտեք, այսպես ասենք, հավանաբար
գիտակցության զարգացմանը, քանի որ ջուր ենք նաև, այսինքն հստակ կանոնակարգ կա, էլի, հա, որը պետք է պահի այդ ջուրը ճիշտ տեղում, էլի, ճիշտ ձևով, որպեսզի ամբողջը փոխվի նաև։ Ոնց որ դու լինես այդ բյուրեղը, որը ուժեղացնում է նաև մյուս բյուրեղները փոխվում են համապատասխան ձևով։ Ասենք ջուրը ունի մի քանի աստիճան, չէ, աշտվաուն, բայց քոնի եւ ամեն մի աստիճանը ջրի կախված է այդ անկյունից, աշտվաօից։ То есть կախված այդ անկյուններից ջուրը տարբեր ստրուկտուրաներ է տալի, տարբեր հատկություններ ունի։ Եվ մենք երբ որ մենք ստրուկտուրաները փոխում ենք, եւ այդ տարբեր հատկություններն ենք ունենում, եւ տարբեր ձևի ոնց որ լույս ենք արտացոլում, որտեղ տարբեր երկրաչափության, ասենք, այդ ֆորմաները իրանք տարբեր ձևի լույս են, չէ, արտացոլում։ Մենք ենք տարբեր ձևի ոնց որ առաջին ցույց տալիս այդ ամեն ինչը, ոնց որ իմ համար ոնց որ լույսի դա խաղն է։ Ասենք, ու արդեն այնքան որ նույնիսկ կարամ փորձից ասեմ, ինչքան էլ, ասենք, մարմինը բաց չնի, հա, բոլոր չեն ունեն այդ հնարավորությունը, կախված է մարմնի կառուցվածքից, որ չգիտեմ, իդեալ բաներ անել, ասանանել, նույնիսկ լինելով ոչ թե մտովին, այլ այդ էներգոինֆորմացիոն դաշտի մեջ եւ կառուցել այդ գեոմետրիկ երկրաչափական ֆորմաները, արդեն տալիս է իր արդյունքը, եթե դրան միանում է շնչառությունը ինքը ոնց որ դա շունչ է տալի, եւ դառնում ես ոնց որ ապրող տաճար, ասեմ, կենթանի տաճար, մարմինը դառնում է տաճար։ Այո, եւ եթե վերադառնանք քո յոգա հորմոնալին, ապա ինչն ես այնպես մտածածին արել, որ չկար գուցե մյուս պրակտիկայում, որտեղ քո ուսուցիչների, գիտնական ուսուցիչների ներդրումը զգալի է։ Գիտես, ես համեմատնում, դա նորություն չի, ես չեմ հայտնաբերել, որ մենք գիտարի նման ենք եւ ունենք 7 ստրունա եւ կառուցվեց այդպես, ես այդ իմ մտովի պրակտիկա չէր, նենց էր, որ ես նստացի, ասում հələ մի հատ փորձեմ թազա բան հորինեմ, հիմա յոգայի մեջ այդպես չէր, ինքը ոնց որ գալիս էր, ես անում էի, գալիս էր եւ ես պրակտիկա էի անում, այդպես կա, դա որոշ ժամանակ էր տրված, ոնց որ այդ ամեն ինչի, որ ես կարողանայի, հիմա օրինակ ես այդ արդեն դրա մեջ չեմ, որ ինչ-որ նոր բան ստեղծեմ, ոնց որ այդ վաղ եկել էր։ Եվ հետո ինչն էր, ասենք, տարբերվում, քանի որ մենք մեր գեղձերը տարբեր վիբրացիոն դաշտերի մեջ են, հա, տարբեր հաճախությամբ են աշխատում, հաճախականության մեջ են ասում, ասենք, մեզ պետք էր այդ հաճախությունը, այո, վերել հարմոնիկ, հարմոնիայի, որ մեկը մյուսի հետ, այո, ոչ թե այդ կակաֆոնիայից վերել հարմոնիա, առաջի հերթին նախ առաջի ստրունան կարգի վերել, հա, պնդացնել եւ այլը, վերևից, ներքևից, վերևից, այստեղ ներքևից, հետո մնացած գեղձերը, որ հնչեն հարմոնիկ։ Ասենք մենք ակորդներով ենք մեր յոգան կատարում ամեն անգամ վերելու այդ հարմոնիկ եւ այնտեղ միացվեց, չեմ ուզում ասեմ միացրեցի, չնայած ես եմ եւ այլը, քո միջոցով այդ գիտելիքը եկավ, ոնց որ այդ ներքին լանդշաֆտների ապրելը, հա, վերապրել է ներքին լանդշաֆտները եւ փոխել է դա ներսում։ Իհարկե մենք միջև գալիս ենք դրան արդեն պարապած եւ հենց սկզբից փորձում ենք այնպես անել, որ մտքերը ընդհանրապես դադարեն, արդեն կան տենց վարժություններ կամ չխանգարեն, առնվազն պարապելու համար, որպեսզի մենք մտնենք ուրիշ դաշտ, լանդշաֆտների վերապրելը, որտեղ մեր անգիտակցության մեջ կա գիտակցություն, ենթագիտակցություն եւ գիտակցական մի քանի շերտեր կան, այո, ահա, գիտակցական, ենթագիտակցական, անգիտակցական եւ անգիտակցական։ Մեր անգիտակցականի մեջ մեր բոլորի արխետիպները եւ այլն երևի բոլորը գիտեն, բայց այդ ներքին լանդշաֆտները իրանք տարբեր ունեն աջակցություն հա ունեն, բայց իրանք ոնց որ ամեն մեկը տարբեր ստրուկտուրա ունի եւ բնորոշ են, ասենք ինչ որ այսպեսի մի հարցի հետ, ասենք հա,
բնորոշ է այսպեսի մի լանդշաֆտ։ Եվ եթե ուզում ես այդ հարցից դուրս գաս ու ասենք փոխես իրավիճակ, այդ լանդշաֆտն է ներքին փոխվում։ Ու ասենք դա էլ եկավ յոգայի մեջ, հետաքրքիր շատ ձևի եւ այդ ոնց որ կուլմինացիոնն է, հա, ասեմ կրանիոսակրալ ռիթմեր կա, բայց բարձա ասենք երկար սովորելու թեմա է եւ դրան սովորում են տարիներով եւ ցավոք սովորական յոգայի, այո, սովորական յոգա պրակտիկայի ժամանակ դրա մասին չեն խոսում, բայց դրանք անչափ կարևոր ռիթմեր են, այո, 15-20 րոպե էլի տենց վարժություններ եկան, որ մենք կարողանում ենք կրանիոսակրալ ռիթմը վերականգնել, որտեղ այդ մեր ողնաշարի հիմքն է դա, հիմքն է, այո, որը պուլսացիան է, մեր բիորիթմերը, մեր եւ մեր պայծառա տեսությունը վերջապես եւ մեր ուղեղի սնուցումը եւ ասենք ամեն եւ մեր վերևի ես կամ հա այո հետ կապ այդ ամեն ինչ ասենք այդ հեղուկն ողնաշարի ոնց է ճիշտ կոչվում սերվիշիստվո են ասում գլիալ բանը կորտեքսի մասն ես խոսում հա Սերվիշիստվոնը, անգլերենը, ռուսերենը, սերեբրալ, հա, սերեբրալ բան, հա, այդ։ Այնպես որ ասենք ուղեղի գորշ նյութ են ասում, այդ նյութը։ Սերվիշտվո չէ, մի քիչ ուրիշ չէ, ողնաշարի ներսի։ Ողնաշարի ներսի, ինքը, հա, որը այդ բաների մեջ է, թաղանթների մեջ է հենց։ Թաղանթների մեջ է, որը գնում է վերև։ Այ դրա Եվ այդ թաղանթներն են, որ ամենաբարձր գաղափարն են իրականում, որտեղ կեղևի շարունակությունը հենց այդ կեղև ամենաբարձրագույն կետը ուղեղը աշխատում է հիերարխիկ մեթոդով, սկզբունքով եւ այդ ամենավերևը այդ հենց մեր ֆրոնտ կորտեքսը, հա, կամ բանը, կեղևը, ուղեղի կեղևը, իր շարունակությունը հենց այդ շերտերն են, որոնք գալիս են նաև ի վերջո, նաև հենց պոչուկից, հա, այդ կրանիոսակրալ սրբանին, հա, ավարտվում են եւ հենց դրա համար էլ դրանք ռիթմեր ունեն եւ պետք է միասին մշտապես աշխատեն, որին սովորական պարզապես օրինակ, չգիտեմ, արևմտյան յոգայի դասերի ժամանակ դրա մասին ոչ ոք չի խոսում։ Այսինքն ոչ ոք չի խոսում հələ լավ, բայց դա, ասենք, գիտես, երբ որ պարապում են եւ մարմինը բաց չի, ասենք, դա ստեղծում է էլի ուղղակի բլոկետ։ Այո, շատ դեպքերում մի պարզա սովորական յոգայի դասից հետո մարդ կարա դուրս գա եւ իրեն շատ ված գա։ Հա, ուղղակի բլոկեն են։ Չհասկանալով շաբաթներով ինքը կարող է այտենց օթերով ման գա, իսկապես վատ լինի, չհասկանալով, որ իրականում հենց հիմա, երբ որ ինքը այնտեղ միած սպի ուներ, այ դա հենց կրանիոսակրալ ռիթմերը տվյալ օրգանիզմի խախտել է եւ ինչքան էլ ուզում է նա, չգիտեմ, գրլինգներ անի, ինչքան ուզում է կրկնողական այնտեղ սուրբ գաղափարային բաներից խոսեն, միևնույնը չի հասնելու դրան, որովհետեւ կոնկրետ սպի կա, որը չի թողում, որ ոչ մի ձևով այ հենց այդ կրանիոսակրալ ռիթմը իրականում աշխատի, հա։ Երբ որ թուլանում են բավականին կամ հանգստանում են, դա կարելի է անել, բայց երբ որ, ասենք, գիտես, լրիվ ուղեղի աշխատանքը ոնց որ դադարեցված է յոգայի ձևով, հա, հանգիստ վիճակում, դա խոր այդ ալֆա ռիթմերի մեջ, դա հնարավոր է անել, դա տալիս է ժամանակի, ասենք, ժամանակի հետ է գալի, այլ միանգամից չի, բայց մենք շատ լավ ռեզուլտատներ ունենք, նույնիսկ մարդիկ կան, ովքեր օստեոպատի մոտ են միշտ գնում, եւ բավականին լավ մեզ գովում են նույնիսկ օստեոպատները, որ դասերից հետո դա լավ է, դա կարեւոր է։ Շատ լավ առարկա կա հոգեֆիզիոլոգիա եւ այ հենց հոգեֆիզիոլոգիայի ամբողջ էությունը հենց տարբեր մագնիսոռեզոնանսային ապարատների բանի միջոցով կարողանան այ ուղեղի նման ալիքները որսալ ու տեսնել տարբեր վիճակներում ինչպես են դրանք իրենց դրսևորում, ինչ ալիքներ են արտադրում, ինչ ալիքներ են ստեղծվում եւ ինչպես նպաստել, որ ուղեղը ինքնա վերականգնման ռիթմի մոդի մեջ մտնի, այսպես ասած, այ եթե մենք ճիշտ գրագետ յոգայի պրակտիկա ենք տալիս, գիտական տեսանկյունից, միանշանակ կարծում եմ, որ մենք կարող ենք նաև տվյալ օրգանիզմը դնել ճիշտ ռիթմերի վրա, հա, այսպես։ Կարևոր է, մենք բոլորս հիմա ռիթմերի մեջ ենք, ասենք, տիեզերքը դա ռիթմ է,
Միանշանակ։ ասենք, եթե մեր ռիթմը համընկնում է, կարելի ասել, որ նորմալ է։ Ամեն մարդն է քայլող յուրաքանչյուր մարդ է, հա։ Յոգան իրոք որ sense նայես, հայերեն ուղղակի ասանել։ Այո։ Ոնց որ այնտեղ ամեն ինչ իմ համար բարձ էր արդեն։ Ոնց հետաքրքիր է, որ ուրիշներին էլ են բացատրում ուրիշ ազգերի։ Իրանք միանգամից ընդունում են դա, հասկանում են։ Գաղափարը փոխվում եւ մոտեցումը փոխվում այդ դեպքում։ Եվ շատ բառերը թարգմանես հայերեն, շատ բարձ ամեն ինչ։ Դե բոլոր դեպքերում նույն հինդո-եվրոպական ընտանիքները հիմնված են սանսկրիտի վրա, եւ եթե մենք հաշվի առնենք, որ այդ լեզուն է մեր հիմքում, սանսկրիտը ինքը այնպիսի լեզու է, ես կարծում եմ ժամանակակից մարդու ուղեղը ուղղակի չի բավարարի, որպեսզի հասկանա այդ լեզվի ամբողջ գիտական խորությունը, հայերենն էլ է այդ։ Հա, դե որով այո, կանոնավոր լեզուները նման կերպ են կառուցվում, այսինքն լեզուն իրանք նույնիսկ կոմպյուտերի մեջ է մտած եւ մեր լեզուն այդ հիմքը ունի։ Եվ բացի այդ նաև սիմվոլիկան եւս խոսում են նրանից, թե ինչպես է նույն սանսկրիտը ունի հստակ սիմվոլիկա, գծեր, այ հայերեն լեզուն եւս ունի այդ գիծը ունի, միանշանակ, եթե հայերենը մի կողմ դնենք եւ այլ մշակույթներից խոսենք, ես շատ կուզեմ, որ նաեւ ներկայացնես ինչպես դարձար լավագույն կակաո մաստերներից մեկը եւ ինչպես որոշեցիք Մոսկվայում, կարծում եմ դու ամենահայտնի մաստերներից մեկն ես եւ շատ-շատերը իրենց ես գիտեմ թե նաեւ քեզ որքանով են այս կողմից այն կողմ տանում, մասնավորապես post-սովետական երկրների տարածքում, Ղազախստանում է շատ լինում, Հայաստան դեռ չես եկել կակաո ցերեմոնիաներով, բայց Ռուսաստանի շատ տարբեր քաղաքներում ես եղել եւ տարբեր ցերեմոնիալ արարողություններ ես կատարել, ծիսակատարություններ ես արել կակաոյով, կասես ինչպես դրա մեջ մտար, ով է ուսուցիչդ եւ որքանով ես հենց այս ցերեմոնիայի կամ այս արարողակարգի էլեմենտները պահպանում, մենք էլի բավական բարդ է մեր մշակույթի մեջ մտցնել մեկ այլ մշակույթ, միանգամից կասեն, ըհը, դուք քիչ չէ յոգայով առանց եղել, յոգայով արդեն քլնգեցին, հիմա էլ կասեն, հիմա էլ կակաո եք բերում, կակաո եք բերում, հեսա սատանաներն ու մեկ էլ բաները, չգիտեմ, ինչ որ բաներով հաստատ մեզ կփչացնեք, հա, մեզ մեր Սուրբ Առաքելական եկեղեցուց կհեռացնեք։ Սիտա ջան, շատ հետաքրքիր է, ուղիղ 10 տարի է երևի, արդեն անցել, երբ որ ես առաջ անգամ, գիտես ինչ հետաքրքիր է, գիտես բույսերը, ծառերը, իրանք հատկություն ունեն։ Միանշանակ։ Ինչ որ նույն սուբստանցիան, սուբստանցիա, ասենք իրանք ավելի բարձր է, թե մենք կարծում ենք, որ մենք գլուխ գործածն ենք երկրագնդի, համոզված ենք, որ մենք ինչ որ ասենք ծառերը ավելի երկար են ապրում, իրար չեն սպանում, եթե սենց նայել, կռիվ չեն անում եւ այլն, հա, ինչ որ կյանք են տալի ընդհակառակը։ Հետաքրքիր գիտակցականություն կա բույսերի մեջ եւ այդ նյարդային համակարգը հենց արմատներով ու տերևների վրայի այդ նախշերով հստակ երևում է։ Հա։ Ես ապշած եմ այ հենց այս բույսից, այս բույսը ինձ համար ամենա տարօրինակ հետաքրքիր բույսերից մեկն է, որը երկիր մոլորակը ստեղծել է հանուն նրա, որ միանգամից լուծի պակաս թթվածնի հարցը, որտեղ բավականին արագ աճող ծառ է, միանգամից ծառ է դառնում, մի քանի այս ընդամենը 1 տարվա բույս է, բայց ինքը միանգամից այսպես մի տարվա մեջ բավականին կարողանում է բույնը հաստացնել, մեծ սաղարթ ունենալ եւ արևից պաշտպանել, հա, այսինքն բնությունը մայր հողը գտնում է լուծումներ, թե ինչպես անի, որ ինքը գոյատևի, այսինքն կյանքը ուզում է միշտ ապրել, այդ ապրելու ունակությունն է կարծում եմ, որ բույսերի մեջ կա եւ ճիշտ շամանները կամ վարպետները տեսել են այ հենց այդ ներբությունը, խոսացել են բույսերի հետ, հասկացել են եւ ասենք գիտես հիշեցի հնդկացիները Հարավ Ամերիկային, իրանք մի հատ հեքիաթ ունեն, որ կոչվում է որտեղից են հայտնաբերվել հիվանդությունները։ Երկար հեքիաթ է, որի վերջում ասում են, որ
բոլորը ուզում են մարդկանց ոչնչացնեն, կենթանի աշխարհը եւ այլն, նույնիսկ այս աման-չամանները, որտեղ մարդիկ իրենց շատ վատ են պահում, եւ բույսերը ասում են մենք կօգնենք մարդկանց։ Այդ շատ հին ինչ որ հեքիաթ է, ու իրոք հիմա եթե նայես, բույսերը իրոք օգնում են, բայց նաեւ բույսերը խոսում են, բույսերը դասատուներ են, բույսերը զգում են, նախազգացողություններ ունեն բույսերը, ասենք այնպես չի որ կերար ու շոդրանով պրծավ այդ բույսը, հա, ինքը խոսում է մարդկանց հետ։ Եվ հարավային Ամերիկայում շատ են այդ բույսերը։ Կան բույսեր, ովքեր թողում են, որ մենակ ճիշտը խոսաս, ասենք եթե այդ բույսը կերար, նա չասեն, որ ռեկլամ չլինի, լավ։ Չես կարում ստել էլի։ Իմ ուսուցիչ Լինան պատմում էր այդպես այովասկայի մասին։ Հա, այդ այովասկան չի կար ուրիշ, հա։ Այովասկան Իրանը ունի, ես փորձ չունեմ այովասկայի, չեմ կարող կիսվել իր ունի բաները։ Եվ ինչից է դա կախված, այդպեսի որպես քիմիկոս դիմեթիլտրիպտամին է կոչվում, եւ մելատոնին, որը ամենաշատ պարունակությունը մեր ողնաշարի ցեղունի մեջ է։ Ամենաշատը մելատոնինն է եւ դիմեթիլտրիպտամինն է։ Հիմա ինչա կատարում, ասենք կակաոն ունի իր մեջ եւ այդ մելատոնինը եւ դիմեթիլտրիպտամինը իրանք առաջանում են ֆենիլետիլամինից։ Եվ կակաոն, ասենք ամենաշատն է դա պարունակում ֆենիլետիլամինը։ Եվ ֆենիլետիլամինը ինքը այն վաղտ է մեր մոտ առաջանում, երբ որ մենք սիրարված ենք, երբ որ մենք ստեղծում ենք, երբ որ մենք երջանիկ ենք, այդ վաղտ է շատ ակտիվ է այդ կոմպոնենտը, բայց ինքը արդեն կակաոյի մեջ կա։ Ու ինչ է ստացվում, երբ որ ասենք խմում ենք մենք, բացի դրանից կա իհարկե մագնի, անտիօքսիդանտներ, ֆլավոնոիդներ եւ այլն։ Այս թեմայից ոնց որ շեղվեցի։ Չէ, բացարձակ չէ շեղվել։ Հա, դա երբ որ բացահայտեցիր քեզ համար, դու հասկացար, թե ինչքան ուժ կա այնտեղ։ Ես չգիտեի ոչ մի բան, եթե սկսեմ նախաբանից, ինչ կակաո, ինչ ծես, իմ ամուսինը հարավային Ամերիկայից է, մենք միշտ առավոտյան խմել ենք կակաո։ Բայց նենց չի դրան ինչ որ ծես ենք արել, ուղղակի ոնց որ կոֆե ենք խմում, սիրում ենք, ասենք խմում ենք միշտ կակաո, միշտ եղել է։ Հետո որ սկսվեց ոնց որ ներսս էդ է ուզում ասել, որ սկսվեց որ կակաո ցերեմոնիա, ասում թք մի րոպե էլի յոգայով եմ ես զբաղվում, ինչ կակաո ցեր նորից ներսս կակաո ցերեմոնիա, ոնց որ քեզ կանչեր, հա, այդ գաղափարը։ Ես ասում եի ամուսնուս էի ասում Ինչպես ինչ խոսում։ Անդե իմ ընկեր յոգերին են ասում են այս ինչ շատ էս պարապել քաղաքը մի չհանգստանա։ Հասկացողություն չկար ուզում եմ ասեմ։ Բայց իմ մոտ դա ուժեղանում է ու դառնում է այն մոմենտ, որ ես արդեն ասենք այնքան է այդ ամեն ինչը գալիս, որ ընկերներ են ճարվում, որոնք ընկերներ ունենք եւ ընտանիք ունենք Չիլի, Պերու եւ այլն, Էկվադորում էլ ընկերներ, որ ասենք սկսում են, ես չգիտեմ հիմա ոնց եղավ, այդ կակաոն պրոստը եկավ Մոսկվա, ու մենք գտանք այն մարդկանց, ասենք Պերուում մի հատ մարդ, որը ուղղակի այդ բուճուր ֆերմաների ինքը տնօրեն է, գնում է նայում ոնց են ապրում, օգնում է իրանց, հա, ինքը բանի կառավարությունից մարդ է, ինքը շաման չեն փետուրներով։ Հա, սովորական մարդ է, հա։ Ուղղակի գնում է նայում, ոնց ինչով օգնել եւ այլն։ Բայց գիտես իրանց մոտ այնքան խորն է դա։ Այնքան իրանց մեջ նստած է դա բնական է։ Իրանք, երբ որ իրանք են անում այդ կակաոցը չեն հավաքվում, սենց նստում կլոր, հիմա ասում եկեք շնչենք, արտաշնչենք, կակաոն սենց, այդպես բան չկա։ Դե լրիվ բնական process է, ոնց որ մեր մոտ, ասենք, չգիտեմ, օրինակ հիմա դա օրինակ չի, բայց խաշի ծես։ Այդ ինչ որ էլի ծես է, բայց մեր համար բնական։ Իրանք էլ տենց խմում են, ոչ մի դրան բան չտալով, բայց ահավոր ձևի հարգելով, սիրելով, իմանալով, գիտենալով, ինչա դա տալու, շնորհակալ լինելով, որպես բարձրագույն էությանը, բույսին, այդ հարգանքը կա, ոչ թե ծեսը։ Ասենք, այս քանի կակաոն եկավ, մենք սկսեցինք, ոչ, ասենք, չգիտեինք ինչ անելու, գիտես, սկզբից եկավ շատ կակաո, որը պետք էր մարդկանց իրացնել, հա։ Ասենք չկար ոչ տրանսպորտնի կամպանիա կա մեր մոտ, ասենք ոչ դրանով զբաղվել, դեռ ուրիշ գործ ունենք, ամուսինս է զբաղված ուրիշ գործով,
ու հետո հասկանում ենք, որ էլի գիտես մարդիկ եկան, սենց առաջի 10 մետ բաները այդ ուղարկածները հա լրիվ կորել էր, հետո իրանց նորից էինք, ոնց որ սենց շատ հետո ամեն ինչը հանդարտվեց, իհարկե հիմա ունենք եւ ամեն ինչ խանութեր, սենց ամեն ինչը կա, բայց ինքը սկսվեց ինքն իրան ու մենք ուղղակի դրա մեջ մացանք, կամ ինքն իրան էր գալիս եւ հետո որ հասկանում եմ, որ այդ ծեսն է պետք է քանի որ ես ունեի այսքան տարվա փորձ այդ ներքին լանդշաֆտների հետ եւ ասեմ ավելին իմ կունդալինի յոգա ուսուցիչը չներից մեկը ինքը շաման էր իսկական եւ մենք անդադ դուրսն էինք, ասենք տարերքների մեջ ինքը դες բացատրում էր, հա դե դες պաստորեն էր այդ ամենի հենց կակաո սպիրիտը քո հետ կապ է հաստատել կարծում եմ որ ինչ-որ իրոք այդպես, որտեվ ես ոչ մի բան չեմ անում։ Ես ուղղակի ջանք չես գործադրում, ջանք չեմ գործադրում դրա համար, ընդհակառակը ես փորձում եմ ընդհանրապես չգործադրել ու տեսնալ ինչ ա լինում։ Դե ընդհանրապես որ դե հենց դա եմ ասում, տես այս ծառը եկել է, որպես փրկություն մեզ փրկելու ավելացնելու ստվերը, հա, այսինքն հողը ինքը իրեն պահելու համար արմատներ են հարկավոր բայց նաև արմատները ստանում են այդ հողի ամրությունը, ամրացնում են հողը, բայց նաև հողից սնունդ են ստանում։ Այսինքն փոխադարձ համաձայնությամբ, հա, փոխադարձ համաձայնությամբ մեկ-մեկին օգնում է, որպեսզի զարգանա եւ մենք էլ դրանից օգուտ ունենք։ Եթե կարծում եմ բնությունը այո ինքը ուզում է ապրել, հատկապես բույսերը բան, հա, բայց նրանք ավելի շատ կարծես մամայական ոնց ասեմ հոգ տանող, հա, այսպես տես բույս կա որ հոգ է տանում, բույս կա որ քեզ սովորացնում է, բույս կա որ քեզ դաս է տալիս, բույս կա որ հա չասեմ որ թունավորում է, իդե բոլոր բույսերն են, կա որ վերակենդանացնում է, բույս կա, նո ասենք չեմ կարա լրիվ ինչ որ նշել ամեն ինչ, բայց տարբեր են իրանք շատ իրանք բայց կակաոն ինչով է դա կարևոր։ Ասենք եթե նայել դաժե մենք նույնիսկ նայի մեր որ գնացինք, ասենք ծնվեցին մեր հետևից եկան, բերեցին ասենք շոկոլադե կոնֆետներ, հա, եւ ծաղիկներ։ Չէ՞, սկսված ծննդաբերությունից։ Հետո գնացին։ Այո, իդեպ ես խորհուրդ եմ տալիս իմ հղիներին, որ ծննդաբերության ժամանակ եւս ուտեն շոկոլադ, որտեղ շատ օգտակար է եւ լակտոհամ։ Այո։ Այո, ես շատ սիրում էի, ես ինքս շատ սիրում էի, շատ շոկոլադ ուտում էի, որտեղ իսկապես գում էի դրա կարիքը։ Հա։ Միայն քաղցրի համար չէ, հենց շոկոլադ։ Եվ ասենք երբ որ գնում ենք մանկապարտեզ, հետո մեր ծնողները մեզ տալիս են շոկոլադե կոնֆետ ու չծաղիկ։ Հետո դպրոց են գնում առաջ սեպտեմբերի 1-ը, էլի շոկոլադը։ Հետո սիրահարվում ենք եւ նվեր են անում մեզ, էլի շոկոլադա ու ծաղիկա։ Հետո հարսանիքը հետո շոկոլադա ու ծաղիկը, որ բաները չվերցնեն, նույնիսկ ես չգիտեմ որպես ոնց է Հայաստանում, Մոսկվայում կա այդպես մի հատ քննություն, ընդհանուր բոլոր դպրոցները, որտեղ թողնում են միայն շոկոլադ վերցնել ու գրիչ, ուրիշ ոչ մի բան։ Էլի շատ ծիծաղալի է, ասենք համամասնական քննությունները։ Երբ որ նայում ես, ասենք այդ ծեսերին ու գիտես ինչ է հետաքրքիր, մայաները ունեն տենց մի հատ էպոս մեր էպոսի նման, որտեղ նշված է կակաոյի լրիվ այդ 4 ստադիաները, ոնց է ինքը աճում, հետո ոնց են այդ սերմերը, աստվածները կանչում իրանց ներքին աշխարհ, այնտեղ իրանց վառում են, բան են անում, ճզմում են, հարում են ու այդ իրանք են ասում, որ այդ կակաոյի պերսոնաժները երկու աղբեր իրանց հարելուց հետո, որ այն ինչ որ մնացել է, գցեն գետը, ու գետից իրանք դառնում են լուսինո աստղը, լուսինո արևը։ Հա։ Նշանակում է որ կակաոն միշտ ունեցել է իր մեջ, շղթա եղել միջնաշխարհի, ներքին եւ վերև աշխարհի, մայաների մոտ։ Ու ասենք այդ պահպանվել է իրանց մոտ մինչև հիմա։ Դրա համար է այդ հարգանքը, սերը։ Ինչա կատարվում, որ ասենք հիմա շատ ծիծաղալու է, ուզում ասեմ, երբ որ սկսում են այդ ամեն ինչին տալ ֆորմա, հա, բայց առանց ներսին, ասենք ով որ ինձ է դա դրա մեջ
այսպես ասած բերել, ես չեմ կարող ասեմ, չկար ոչ մի բան Սվետա ջան, ինքը շաման չէր։ Ուղղակի մարդը որ առնչվում է դրա հետ, աշխատում է դրա հետ, գիտի դա, հասկանում ես, ու այն ինչ որ իրան կանում են դա բոլորը տուրիստների համար է։ Ես հիմա կարող եմ հիասթափացնեմ բոլորին, ուղղակի տուրիստական ոնց են մեր մոտ չգիտեմ ընդ։ Այո, գնանք, չգիտեմ, գինու փառատոնը դա գինու փառատոն, ասենք։ Հա։ Այնտեղ նույն բանն է դա կատարում, դա տուրիստների համար է, որտեղ խորը իմաստը ուրիշ է։ Նախ կակաո ցերեմոնիան անցնում է մենակ կա կրեոլո տենց սորտ կա կակաոյի, որը նուրբ է, արձագանքում է մարդկանց վրա, որտեղ ուրիշ սորտերը Forastero, Trinitario, իրանց կեղևը շատ հաստ է, նրանք չեն արձագանքում ոչ մի նրանից, իսկ իրանք նուրբ են, իրանք գենը ուրիշ է, իրանք գենը հին է, իրանք ուրիշ համ ունեն, իրանք ուրիշ հոտ ունեն եւ իրանք ուրիշ կակրաս ունեն այդ գիտակցությունը ուրիշ։ Գիտակցությունը փոխելու ունակությունը, այո։ Հա, իրանք շփվում են եւ կակաոն միշտ գալիս է մարդկանց, երբ որ ինչ որ բան է, որ սերը պակասում է ծախտերը, ինքը գալիս է, ոնց որ ինքը հոսող, ինչ որ հեղուկ կլինի մարդկանցով, ինքը գնում է, միշտ այդ կոնֆետները, որ մեր մոտ անում են, բամբանյարկաները տալիս են իրեն, այդ շոկոլադն է փաստացի, հասկանաս, այդ կապը ստեղծան, շղթան ստեղծում մարդկանց մեջ, որտով հիմա ինչ է կատարվում, աշխարհ երկրագույնն է գնում ուրիշ վիբրացիաների հաճախականության մեջ, հա, եւ ըստ դրա մենք էլ ենք փոխվում։ Եվ ծառերը բնությունը մեզ ուղղակի օգնում են, պետք չի մտածել, որ մենք ենք անում այդ ամեն ինչը, մեզանով նենց են անում, որ երկրագունդը եւս ադապտացվի, այսինքն մենք բոլորս ադապտացվում ենք նոր պայմաններին։ Հա, ամեն նոր ամեն պահը, այո, ամենայն դեպս, որ ոչ թե մենք ենք անում, այո, եթե օրինակ այդ տեսանկյունից, եթե կան բույսեր նույն հենց Լատինական Ամերիկայում, էլի ուսուցիչներ այնտեղից միշտ պատմում էին, որ բույսի տարբեր հատվածները տարբեր բաների համար են օգտագործում եւ ամենաբարձր գիտակցվածությունը հենց սերմերի մեջ է եւ եթե նայենք կակաոին, ապա կակաոն հենց ինքը սերմից են ստանում։ Եթե մենք խոսենք բանից, կոֆեից, հա, կոֆեն ինքը ընդհանրապես պտուղն է, սուրճը։ Հա, ինքը պտուղն է եւ այդ պտուղը իր վրա ունի թունավոր շերտ, այն այդ կոֆեինով շերտը, որպեսզի միջատները չուտեն եւ պաշտպանական ոնց որ ռեֆլեքս է լինի, այսինքն նույնիսկ պտուղը չի ուզում մեռնի, հա, պտուղի նպատակը այն է, որպեսզի ապրի եւ բնականաբար նման տոքսիններ է արտադրում։ Հիմա այդ տոքսիններն են, որ մեր վրա ինչ որ ազդեցություն ունեն։ Բայց այս պարագայում կակաոն ինքը, քանի որ լինում է սերմ, այսինքն ինքը պաշտպանության գաղափար այդպեսին, որպես այդպեսին չունի եւ ինքը շատ նուրբ, ոնց ասեմ, entity-ն ոնց հայերենով շատ նուրբ հենց սնունդ է, հա, այսինքն շատ բարձր գիտակցությամբ սնունդ է։ Եվ հստակ իր հետևից բաներ է տանում։ Օրինակ, ինչ ես կարծում, այդ քո ասած մի հատ էլ կասես, այդ հատուկ տեսակը կակաոյի, կրեոլո տեսակը, արդյոք ինքը փսիխոդելիկ էֆեկտ եւս ունի։ Այո, ինքը ունի, եթե ինքը վարված չի արդյունաբերական շղթայում, եթե ինքը վարված չի, հետո եթե կեղևը մաքրած է, որտեղ շատերը, քանի որ ինքը թանկացել է, շատ հենց ոնց որ մենք կոֆեն իր կեղև բանան ենք, էլի կեղևը մաքրում ենք, հետո ենք, չէ, սուրճը բանանում։ Այո։ Կակաոն պիտի մաքրած լինի։ Եվ ինքը չպիտի մեծ արագության վրա վարված լինի եւ աղացած, հա, եւ ինքը դառնում է հեղուկ, ինքը դառնում է հեղուկ, եթե հեղուկն է սարում, որ դառնում է ասենց պլիտաներ, ինքը երևում է միշտ համհամի, ինձ նույնիսկ օրինակ հիմա պետք չի համտեսել որ հասկանալ ընդ կրեոլոնա թե, հա, կամ ասենք այդ ունի իր բաները թե չէ, հենց որ հատկանիշները թե չէ, երբ որ մենք խոսում ենք փսիխոդելիկի մասին, այո ունի, որտեղ ինքն է պարունակում ֆենիլեթիլամին, դիմեթիլտրիպտամին եւ այլն եւ այդ սերոտոնին, դոֆամին ռեցեպտորը բացի դրանից ինքը ունի ինգիբիտորներ, որոնք պահում են, չեն թողնում, որ շուտ, ասենք անանդամիդը շուտ ցնդելու ունակությունն։ Հա, անանդամիդն է, սերոտոնին, դոֆամին, իրանք ունեն ինգիբիտորներ դրան, որ պահպանում են միշտ բարձր կոնցենտրացիան։ Ասենք եթե մենք ուրախ ենք,
կակաոից հետո ինչ որ որոշ ժամանակ էլի ուրախ ենք։ Հա, մի քանի օր կտևի։ Մի հատ այդ դեպքում ինձ ասա, արդյոք դա նշանակում է, որ մենք կարող ենք նաև տեսնել պատկեր առողջության լավարկման տեսանկյունից, ոչ միայն տրամադրության, այլ նաև առողջության լավարկման։ Շատ, օրինակ Մոսկվայում մենք արդեն զբաղվում ենք, ունենք տենց ծրագիր, հենց BRICS-ի համալսարանի հետ, որ 21 օրում մարդկանց ստրեսից տանենք դեպի այդ ավելի շատ երժանկության զգացումներ, լավ, հա։ Իհարկե ունենք կակաոն, ուղղակի ես կարծում եմ, որ համար մեկն է այդ անտիդեպրեսանտների, այսպես ասած, հա, մեջ օգտակար է, ինքը համ սնուցում է ուղեղը, սիրտը, ինքը անչափ շատ մագնի ունի։ Հա, ունեն, ասենք մենք որ ինչ որ, չգիտեմ, նյութեր ենք ավելի շատ օգտագործում, որ ավելի լավ ուզում եմ ասեմ տրամադրությունն են, անտիդեպրեսանտի ակտիվներ, հա, բադերը, բիոլոգիական ակտիվ նյութեր։ Հա։ Իրանք ամեն ինչ շատ, ամեն ինչը համարյա կա կակաոյի մեջ, կարելի է, որպես բադ հենց օգտագործել, հա։ Այո, որպես բադ հենց օգտագործել ինքը շատ առողջարար է։ Եվ տրամադրությունն է փոխում միշտ։ Ասենք, երբ որ գիտեք ինչն է հետաքրքիր, եթե ցիրկադների ռիթմերը իրանք քնելը եւ արթնանալու ռիթմը խախտված է, ցիրկադյան, այո, ցիրկադյան ռիթմերը մեր վեգետատիվ նյարդային համակարգի առողջության տեսանկյունից անչափ կարևոր է, որ մենք պահպանենք։ Այդ տեսանկյունից շատ ոչ առողջարար է, երբ մենք քնում ենք այսօր եւ արթնանում ենք այսօր։ Մենք պետք է քնենք այսօր, արթնանանք վաղը։ Գոնե, հա, ցիրկադյան ռիթմերը պահելու տեսանկյունից, բայց կակաոն փաստորեն նաև կարողանում է կարգավորել, հա։ Պետք չի ամիսներով խմել, որ զգալ։ Կարելի է հենց երեկոյան խմել, բայց լավ կակաո, էլի։ Երեկոյան խմել ու քանի որ ինքը պարունակում է այդ ֆենիլէթիլամինը, որը հետո ինքնաարտադրում մելատոնինը։ Մելատոնինը տալիս է նրան, որ առավոտը մենք արդեն նորմալ լավ կորտիզոլով զարթնում ենք։ Հա, այդ ռիթմը ինքը կարգավորում է։ Ասենք, նես չի, որ մենք ոչ թե ասենք զարթնում ենք հազի վեր կանալով, մենք կարան կրավատից թռնենք։ Հա, այսօր էլ։ Հա, նորմալ զարթնել, հա։ Հա, թարմ կրավատից թարմ, ուզենալ զարթնել, ոչ թե։ Նույնիսկ ինչպես անենք, որ նորից բերենք Հայաստան այդ դեպքում գրագետ ձևով, կարող ենք հնարավորինս ակտիվացնել այդ գրագետ մոտեցումը կակաո ցերեմոնիաների, նաև կակաոյի, մաքուր կակաոյի վաճառքը Երևանում, գուցե ինչ-որ կազմում, իհարկե, սիրով, որ հնարավորություն ունենանք նաև մենք մեր առողջությունը լավարկել, ես ինքս հենց հիմա կակաո պատվիրելու համար երկար ժամանակ ինձ հարկավոր, պատվիրում եմ իդեպ Amazon-ով ահագին դժվար ընթացք է անցնում, բայց կարծում եմ, երբ մենք ունենանք նմանատիպ հնարավորություն, նաև եթե նման դաշտը բաց է, կարծում եմ այդ դաշտը բաց է եւ կարելի է գրագետ ձևով բերել եւ վաճառել եւ կակաո ցերեմոնիաները արդեն առողջարարության տեսանկյունից, առողջության տեսանկյունից տալ մեր առողջության եւ չմտածեք, չվախենալ, որ դա ինչ-որ Հարավային Ամերիկայի շամաններից էսա, դա ուղղակի այդպես չի։ Լրիվ ոչ շամանների հետ կապ ունի եւ այդ ամեն ինչ լրիվ այդ լաբորատորիան սկսում է աշխատել, երբ որ միանում է մեր պարասիմպաթիկ համակարգը, իսկ կակաոն կրած այդ միացնում է։ Եվ մի բան էլ, փաստորեն առաջին մասնագիտությամբ նաև բիոքիմիկ ես։ Հա, քիմիկոս եմ։ Այսինքն դրա համար հասկանում ես սուբստանցիաների կառուցվածքները եւ մոտեցումը ինչպես, հա, դա կարեւոր է, ես միշտ կարեւորում եմ նաեւ այն յոգայի մասնագետների հետագիծը, թե ինչ են իրենք թողել եւ ինչու են նրանք որոշել, չէ՞ որ գիտական աշխարհից դու որոշել ես այդ գիտությունը թողես եւ գալ մարդու գիտությունը, մարդկային գիտությունը, բայց արդեն այլ ձևով քո ներդրումը ունենալ եւ տեսնել, ուսումնասիրել այդ
քիմիական լաբորատորիան, բայց ոչ թե դրսի, այլ ներսի։ Այո։ Ամեն ինչը ներսն է կատարում, դեռ ամեն ինչ մենք Եվ բոլոր լուծումները ներսում են։ լուծումներն են ներսը, լաբորատորիան է ներսը, նյութերն են ներսը, լրիվ մեր ֆաբրիկան։ Եւ լավա որ գոնե մի բանում բոլորս համաձայն ենք, որ այդ ամեն ինչը ներսում է եւ պետք չի պատասխաններ կամ հարցերի լուծումները փնտրել դրսում։ Հարցերի լուծումները ներսում են եւ եթե մենք իսկապես նուրբ լինենք մեր առողջության հանդեպ, մեր ոչ միայն առողջության, այլ նաեւ մեր գիտակցության եւ մեր ֆիզիկական եւ մտավոր եւ էմոցիոնալ վիճակների հանդեպ մենք կտեսնենք լուծումները որտեղ են։ Կարևորը բաց սրտով, անկեղծ, սիրով, համեստ մոտենալ հարցերի եւ հարցերի լուծմանը եւ կտեսնենք լավ արդյունքներ։ Ես հուսամ քեզ նորից կտեսնենք այս սրահում արդեն ջրի փոխարեն կակաո միասին կհամտեսենք եւ կսպասենք նորությունների կակաո ցերեմոնիաների մասին։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ Պես կսպասեմ։ Նամաստե։ Շնորհակալություն մեր հաղորդումը դիտելու համար, չմոռանաք այս հաղորդումը կիսել ձեր սոցիալական ցանցերում, ձեր ընկերների հետ։ Շնորհակալություն մեզ բաժանորդագրվելու համար, մեզ շատ կօգնեք, եթե հավանեք այս տեսահոլովակը, սրա մասին խոսեք, քննարկումներ անեք, ներքևում կոմենտներ գրեք, ձեր սրտիկները ուղարկեք մեզ եւ ձեզ սեր, երջանկություն եւ գիտակցվածություն։ Լավ եղեք, կհանդիպենք հաջորդ լույս քաստին։